Գիշերը շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական կողմը առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը արկակոծել է ականանետներից ու հրանոթներից։ Հրետակոծությունները առավել ինտենսիվացել են առավոտյան ժամը 7-ին հարավ-արևելյան եւ հյուսիս-արևելյան ուղղություններում։ Հատկապես թեժ է եղել հյուսիս-արևելյան եւ հարավային մի շարք հատվածներում։ Կրկին փորձ է կատարել առաջ խաղացման փորձ է կատարել, բայց հետ է շփոթվել։ Մինչև այդ արդեն հայտնի էր, որ հայկական ուժերը որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն եւ ազատագրել են նորանոր դիրքեր ու բնագծեր։ Հակոբ, ուրեմն ես նույն տեղին, եթե ծոխը մեկ վզրով էլա, տեղը դյուր եկա, ոչ որ դյուր եկա, մի անգամից տղա իրա թխուց։ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում նախ գրեց, որ հայկական ուժերը առավոտյան 3 նոր տանկ են խոցել, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակը հրապարակեց հարավ-արևելյան ուղղությամբ խոցված եւս 2 տանկի մասին։ Լավ լուրերից հերթական մեկը։ Փաստորեն այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել։ Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում եւ ամբողջովին ջախջախվել է, թողնելով կենթանի ուժի եւ զրահատեխնիկայի կորուստներ։ Ադրբեջանական կողմն այսօր առաջին անգամ ժամը 11:20-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ կիրառել է տոս ծանր հրանետային համակարգ, որից Ղարաբաղյան կողմը կորուստ չունի։ Մինչև այդ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայկական ուժերը ոչնչացրել են այդ համակարգը։ Բացի այդ, պաշտպանական բանակը ոչնչացրել է 3 հարվածային անօդաչու թռչող սարք։ Ղարաբաղյան ուժերը նաև ոչնչացրել են Պահեստազորից առաջնագից շարժվող ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ։ Ընդհանուր առմամբ պաշտոնական տվյալով Ադրբեջանի ագրեսիայի այս 3 օրվա ընթացքում արցախյան ուժերը ոչնչացրել են 20 տանկ, 6-ից ավելի զրահատեխնիկա, 6 անօդաչու թռչող սարք, 2 ուղղաթիռ, 1 գրադ կայանք եւ 1 միավոր տոս 1։ Զորապ Հարոյան, ժամը լրատվական։